Հիմալայները գտնվում են ծովի մակարդակից գրեթե 5000 մետր բարձրության վրա եւ աշխատողները հենց հիմա երկաթգիծ են կառուցում մոլորակի ամենավտանգավոր լեռներով։ Շուրջ բոլորը սառցադաշտեր են, ժայռեր եւ օդ, որոնցում մի քանի րոպե հետո մարդու համար դժվարանում է շնչել։ Հսկայական հորատման մեքենաները մխրճվում են սառած ժայռերի մեջ, կամուրջներ են կառուցվում խորը կիրճերի վրա եւ ապագայում գնացքները պետք է անցնեն այնտեղ, որտեղ նախկինում գրեթե անհնար էր նույնիսկ սովորական ճանապարհ դնել։ Այստեղ ցանկացած սխալ կարող է արժանալ միլիարդավոր դոլարներ, իսկ շինարարություն ինքնին արդեն համարվում է աշխարհի ամենաբարդ երկաթուղային նախագծերից մեկը։ Այդ իսկ պատճառով Չինաստանը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդնում այս նախագծում եւ օգտագործում տեխնոլոգիաներ, որոնք նախկինում գրեթե չեն կիրառվել նման պայմաններում։ Այս տեսանյութից դուք կիմանաք, թե երկաթգիծ կառուցում 5000 մետր բարձրության վրա, 1000 մետր բարձրության վրա եւ ինչու է այս նախագիծը համարվում մեր ժամանակների ամենախենթ շինարարական նախագծերից մեկը։ Լքված բարձրլեռնային տանգլակայարան։ Պլատֆորմի բարձրությունը ծովի մակարդակից 5068 մետր է, շրջապատված է սառցե անապատով, որտեղ օդը կիսով չափ լիցքաթափված է։ Առանց հատուկ սարքավորումների այստեղ մարդն ուժեղ գլխապտույտ կզգա 3 րոպեում, իսկ 10 րոպե հետո նա պարզապես կկորցնի գիտակցությունը։ Սա մոլորակի ամենաբարձր երկաթուղային կառույցն է, որտեղ բնության քմահաճույքները վայրկյանների ընթացքում կարող են ամբողջությամբ կաթվածահար անել ցանկացած գնացքի շարժումը։ Ինտրիգն այն է, որ այս ամայի կայարանում ուղևորներն ընդհանրապես դուրս չեն գալիս դրսում։ Նրանք սառցադաշտերին նայում են բացառապես փակ պատուհանների հաստ ապակու միջով։ Սինայ-Տիբետ երկաթուղին գործարկվել է 2006 թվականին եւ գործում է խիստ կանոններով։ Այստեղ յուրաքանչյուր կոմպոզիցիա ամբողջովին կնքված պարկուճ է, որը հիշեցնում է տիեզերանավ։ Ավտոմատ սենսորները շարունակաբար վերահսկում են մթնոլորտը մեքենաների ներսում։ Հենց որ գնացքը բարձրանում է 4000 մետրից, հատուկ համակարգը սկսում է ուժով մաքուր թթվածին մատակարարել կուպե։ Նման խոնավ պայմանները վաղուց համարվում էին բացարձակապես անհաղթահարելի։ Պատմությունը գրանցում է իրական դեպք, երբ 19-րդ դարում Պերուի առաջին բարձր լեռնային ճանապարհը կառուցելիս շինարարները բախվել են սարսափելի անոմալիաների։ Բարձր բարձրություններում բանվորներն անսպասելիորեն կորցրին ուժերը, իսկ ցածր ճնշման պատճառով լուցկիների բոցը հանգավ նրանց ձեռքերում։ Այն ժամանակվա հետազոտողները լրջորեն հավատում էին, որ այս գագաթները անիծված են։ Վինտաժ գնացքները տեղափոխում էին հսկայական թթվածնի բալոններ ուղևորներին վերակենդանացնելու համար։ Սա հորինված չէ, այլ իրական փաստ է լեռների նվաճման տարեգրություններից։ Չինացի ինժեներները լիովին ուսումնասիրել են այս փորձը։ Վագոնների յուրաքանչյուր նստատեղի մոտ տեղադրված են շնչառական դիմակներ միացնող միացիչներ, իսկ ապակին պաշտպանում է աչքերը ագրեսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Միաժամանակ համաշխարհային հանրությունում վաղուց է տարածվում միջարագուշակ միֆ։ Համացանցում պնդում էին, որ հազարավոր աշխատողներ տուժել են Տիբեթի ծանր պայմաններից։ Պաշտոնական հաղորդագրությունները լիովին հերքում են այս լուրերը։ Շինարարներն առաջ են շարժվել բժիշկների խիստ հսկողության ներքո։ Շուրջօրյա գծի վրա կային օգնության կետեր եւ տասնյակ զորանոցներ։ Աշխատանքի ողջ ընթացքում ոչ մի մարդ չի կորցրել իր կյանքը սուր բարձրության հիվանդությունից։ Ինժեներները կարողացել են պաշտպանել մարդկանց պողպատե մեքենաների ներսում, սակայն ուղևորների անվտանգությունը դեռ սկիզբն է։ Իրական սպառնալիքը սպասում էր նախագծին ստորև։ Բազմատոննանոց լոկոմոտիվները բախվում են մի երևույթի, երբ ռելսերի տակ գտնվող հողը սկսում է շարժվել, դեֆորմացնելով գծերը եւ վերածվելով հեղուկ ցեխի։ Այս ոչնչացումը կասեցնելու համար հազարավոր տարօրինակ մետաղական կառույցներ պետք է քշվեին գետնին։ Բայց կոնկրետ ինչ է թաքնված թմբի վերևում։ Երթուղու ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ մի հատված ուղղակիորեն գտնվում է մշտական սառույցի վրա եւ հողի հսկա շերտ է, որը կուտակվել է հազարավոր տարիների ընթացքում։ Խնդիրն այն է, որ այս հողը չափազանց անկայուն է։ Երբ ռելսերի երկայնքով վազում է 1000 տոննա կշռող ծանր գնացքը, եւ քթի շփում ու կշիռները սկսում են տաքանալ։ Ընդամենը 1 տակ ամառվա ընթացքում երկաթուղու տակ գտնվող հողը կարող է հալվել, փափկելով ամուր հիմքը։ Նման պայմաններում բազմաթիվ տոննա ռելսերը արագ դեֆորմացվում են, ալիքների մեջ թեքվում եւ կախված են իրենց քաշի տակ, ամբողջովին արգելափակելով շարժումը։ Նմանատիպ միջադեպեր արդեն եղել են շինարարության պատմության մեջ։ 20-րդ դարի սկզբին տրանսսիբիրյան երկաթուղու հատվածները դնելիս ինժեներները առաջին անգամ հանդիպեցին մշտական սառույցի դավաճանությանը։ Ամռանը երկրի սառած շերտը հանկարծակի հալվել է, վերածվելով ճահճի։
Պատմական տարեգրություններն արձանագրել են, թե ինչպես են շինարարական նյութերով ամբողջ հարթակները, հաշված ժամերը, բանվորների աչքի առաջ ամբողջությամբ անցնում ջրի տակ։ Նրանց դուրս հանելն անհնար էր։ Բնությունը կլանեց երկարամսյա աշխատանքի արդյունքները, ստիպելով մասնագետներին ամբողջությամբ փոխել գծերի երեսարկման կանոնները։ Չինացի փորձագետները հասկացան, որ ավանդական մեթոդներն այստեղ անզոր են։ Ճանապարհը խորտակումից փրկելու համար նրանք օգտագործել են ջերմային մոմերի տեխնոլոգիա։ Սրանք հեղուկ ամոնիակով հատուկ խոռոչ խողովակներ են, որոնք գետնին են մղվում ամբողջ թմբի երկայնքով։ Գործընթացի ֆիզիկան աշխատում է առանց էլեկտրականության։ Ձմռանը խողովակի ներսում ամոնիակը գոլորշիանում է, ջերմություն վերցնելով ներսի խորքից եւ արտանետելով այն դրսում, վերին ռադիատորների միջոցով։ Ռեսերի տակ գտնվող հողը բռնի սառեցված է ավելի շատ։ Ամռանը այս գործընթացը ինքնաբերաբար դադարում է, պահպանելով ցուրտը։ Հազարավոր այս պողպատե ասեղներ կան ճանապարհի շուրջը։ Ինտրիգն այն է, որ մամուլում վաղուց են լուրեր տարածվել նախագծի մոտալուտ ոչնչացման մասին։ Դրահավատները պնդում էին, որ տաքացող ջերմաստիճանը կհանգեցնի հավերժական սառույցի հալմանը, ինչի հետևանքով միլիարդ դոլար արժողությամբ երկաթուղային ամբողջ գիծը մի քանի տարվա ընթացքում կփլուզվի ցեխի մեջ, սակայն իրական փաստերն այլ պատմություն են պատմում։ Անվտանգությունը վերահսկելու համար ստեղծվել է ավտոմատ 24-ժամյա մոնիտորինգի ցանց։ Հարյուրավոր սենսորներ, որոնք տեղադրված են գծերի հիմքում, պարբերաբար սկանավորում են հողի ջերմաստիճանը եւ տվյալները փոխանցում կառավարման կենտրոն։ Մասնագետները գրանցում են գետնի ամենափոքր թրթռումները մինչև 1 մմ, բացառելով դեֆորմացիաները։ Օգտագործելով ֆիզիկայի օրենքները, ինժեներներին հաջողվեց ընտելացնել կոշտ հավերժական սառույցը։ Սակայն հենց այս պահին Չինաստանն ավելի մեծ նախագիծ է իրականացնում Հիչուան-Տիբետ երկաթուղու հետ մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս լեռներում ցուրտն այլևս հիմնական սպառնալիքը չէ։ Գնացքները ստիպված կլինեն դիմակայել այնպիսի տարրերի, որոնք հնարավոր չէ պարզապես սառեցնել։ Ավելի քան 1600 կմ երկարությամբ նոր երթուղին անցնում է այն գոտիներով, որտեղ տեկտոնական թիթեղները մշտական շարժման մեջ են։ Ինչպես ռեցեր դնել այնտեղ, որտեղ ժայռերը ամեն տարի մի քանի սանտիմետր են շարժվում։ Պատկերացրեք 300 մետր բարձրության վրա գտնվող կիրճի վրա մի հսկայական բետոնե կամուրջ։ Այս անկայուն գոտում ընդամենը 1 հզոր երկրաշարժը կարող է վայրկյանների ընթացքում անդունդի հատակը նետել մի քանի տոննա կառույց։ Սա հակաբետոնական մայրուղու դաժան իրականությունն է։ Ինժեներները պետք է հարթեն այն ճանապարհը, որտեղ մոլորակն ինքն է փորձում ոչնչացնել մարդկային աշխատանքի արդյունքները։ Ինտրիգն այն է, որ ապագա երթուղին անցնում է երկրակեղևի մի քանի ակտիվ խզվածքներով։ Հնդկական եւ եվրասիական տեկտոնական թիթեղների շարունակական բախման պատճառով այստեղ հողը մեծ սթրեսի մեջ է։ Ինժեներները շատ լավ հիշում են 2008 թվականի ողբերգական իրադարձությունները, երբ ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ Սիչուան նահանգում։ Հետո զանգվածային սողանքները հաշված րոպեների ընթացքում ամբողջությամբ ավերեցին ճանապարհներն ու կամուրջները։ Տասնյակ տոննա կշռող հսկայական քարե բլոկներ թռչում էին գագաթներից, ջախջախելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Տարածաշրջանի երկաթուղու պատմություն իրական փաստ է արձանագրում այդ ժամանակաշրջանից։ Առաջին ցնցումների ժամանակ դիսպետչերներին եւ վարորդներին հաջողվել է ակտիվացնել վթարային արգելակումը աղետի գոտում գտնվող 31 գնացքներում։ Մարդատար գնացքները կանգնեցվել են թունելների ավերված հատվածներից ու փլուզումներից բառացիորեն 1 քայլ հեռավորության վրա։ Արտակարգ իրավիճակների նախազգուշացման հստակ համակարգը օգնեց փրկել հազարավոր կյանքեր։ Այս դաժան դասը դրեց ներկայիս մեգաշինարարության հիմքը։ Գեոդեզիները տարիներ շարունակ ուսումնասիրել են վտանգավոր լանջերը։ Զառիթափ ժայռերի եւ սառցադաշտային հովիտների միջից ընտրելով անվտանգ միջանցքներ 1 մետրով, որտեղ պարբերաբար տեղի են ունենում քարաթափումներ։ Ծայրահեղ երկրաբանական ռիսկերի պատճառով համացանցում երկար ժամանակ տարածված տեսություն է շրջանառվում։ Օտարերկրյա բլոգերները պնդում էին, որ Sichuan-Tibet Road նախագիծն արդեն գաղտնի սառեցվել է եւ հսկայական գումարներ վատնվել են։ Թերահավատները պնդում էին, որ ֆիզիկապես անհնար է կայուն ճանապարհ ստեղծել նման շարժական տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, պաշտոնական զեկույցները եւ արբանյակային պատկերները լիովին հերքում են այս հորինվածքը։ Շինարարությունը չի դադարել։ Տեկտոնական տեղաշարժերը խաբելու եւ գնացքներն ընկնող բեկորներից պաշտպանելու համար նախագծի հեղինակները դիմել են արմատական քայլի։ Ինժեներների ռացիոնալ բացատրությունը ապշեցուցիչ է իր ծավալով։ Գնացքներն ամբողջությամբ պաշտպանելու համար նրանք որոշել են ճանապարհը թաքցնել գրանիտե հսկայական ժայռերի մեջ։ Ջաջանից Նինչկե ամենադժվար հատվածում գնացքները 90%-ից ավելի գետնի տակ են աշխատելու։
Լեռնաշղթաները դարձել են արտաքին աղետներից ամենահուսալի բնական վահանը։ Շինարարները ռելսերը տեղափոխել են խորը ժայռային գոյացություններ, լուծելով սողանքների խնդիրը։ Բայց մութ լաբիրինթոսների ներսում նրանց նոր թակարդ էր սպասում։ Բնությունն ինքը սկսեց հարձակվել հորատման մեքենաների վրա։ Ինչու են հսկա մեխանիզմները հանկարծ կանգնում մեծ խորությունների վրա։ Հանկարծակի խլացուցիչ պայթյունը ցնցում է ստորգետնյա հանքը։ Հենց գրանիտե պատի խորքերից ժայռիսուր բեկորները մեծ արագությամբ թռչում են բոլոր ուղղություններով։ Այս վտանգավոր երևույթը շինարարներն անվանում են կրակոց քար։ Սա հզոր ժայռի պայթյուն է, որը տեղի է ունենում ժայռերի հսկայական ճնշման պատճառով ավելի քան 2 կիլոմետր խորության վրա, որտեղ տեկտոնական սթրեսը բառացիորեն պատռում է դիմացկուն գրանիտը ներսից։ Սիչուան տիբետյան երկաթուղու ինժեներները ստիպված են աշխատել ծայրահեղ պայմաններում։ Սան Ջուլինի ամենաբար թունելը տրելիս շինարարները բախվել են անհավատալի բնական անոմալիա։ Ժայռային զանգվածի ջերմաստիճանը հանկարծակի ցատկել է գրեթե 90 աստիճան Ցելսիուսի։ Թունելի վահանների մետաղական մարմինները տաքանում էին, իսկ անտանելի շոքից բանվորները կորցնում էին ուժերը։ Այս ստորգետնյա բաղնիքում շարժումը շարունակելու համար ինժեներները աննախադեպ քայլի են դիմել։ Ամեն օր տոննաներով մանրացված սառույցը բեռնատարներով տեղափոխվում էր լեռան խորքը։ Հսկա սառցե բլոկները բեռնաթափվել են հենց հորատման սարքերի դիմաց։ Աշխատողները դրանցով ծածկել են սարքավորումները եւ կարճ ընդմիջումների ժամանակ իրենք պառկել սառույցի վրա վերականգնվելու համար։ Երկրորդ մշտական սպառնալիքը ստորերկրյա ջրերի ակնթարթային բեկումներն էին։ Ցանկացած պահի հորատումը կարող էր թաքցնել թաքնված ջրամբարը, իսկ հետո ահռելի ճնշման տակ-տակ ցեխի հոսքը կներխուժեր թունել 1 վայրկյանում հեղեղելով թանկարժեք սարքավորումները։ Այս գործոնների պատճառով առաջ շարժումը երբեմն չափվում էր օրական ընդամենը մի քանի տասնյակ սանտիմետրով։ Միևնույն ժամանակ ապագա երթուղու ճարտարապետությունն ինքնին զարմանալի տեսք ունի։ Գնացքի շարժումը կվերածվի դեկորացիայի շարունակական փոփոխության։ Գնացքը մութ թունելից դուրս է թռչում ժամում 160 կմ արագությամբ, ընդամենը մի քանի վայրկյանում հայտնվում է կատաղի կիրճի վրայով անցնող բարձր կամրջի վրա ու անմիջապես սուզվում հաջորդ սարի մեջ։ Ինտերնետում ճանապարհների նման գաղտնիության պատճառով չարագուշակ տեսություն է ծնվել։ Խոսակցություններ կան, որ Չինաստանը քաղաքացիական մայրուղու քողի տակ կառուցում է ստորգետնյա բունկերներ, որոնք փորված են լեռների ներսում ապաստանի համար։ Կիսաքարերի մասին ֆանտաստիկ պատմությունները իհարկե գեղարվեստական են։ Թունելներն առաջին հերթին անհրաժեշտ են ռելսերը կատարելապես ուղիղ դարձնելու համար։ Հակառակ դեպքում արագընթաց գնացքը զառիթափ անցումներում պարզապես դուրս կգա գծից։ Բայց եթե այնտեղ չկան ստորգետնյա բերդաքաղաքներ, ապա նախագծի աշխարհաքաղաքական իրականությունը շատ ավելի դաժան է ստացվում։ Մարդիկ ջախջախեցին ժայռերի դիմադրությունը։ Այնուամենայնիվ, այս հաղթանակը մեծ լոգիստիկ պարադոքսի տեղիք է տալիս։ Ինչու ծախսել $50 միլիարդ բարդ ճանապարհի վրա դեպի մի տարածաշրջան, որտեղ գրեթե չկան խոշոր արդյունաբերություններ եւ քաղաքացիական բնակչություն։ Այս հարցի ճշմարիտ պատասխանն արձանագրված է ոչ թե տնտեսական զեկույցներում, այլ գլխավոր շտաբի գաղտնի քարտեզներում, որոնց ռազմավարական շահերն իրականում պաշտպանում է այս պողպատե գիծը։ Պետական կարևոր բեռների առաքումը միջքաղաքային սահմաններ այժմ տևում է մի քանի ժամ։ Ծրագիրը հզոր ազդակ ստացավ, երբ անհրաժեշտություն առաջացավ բարելավել անվտանգությունը դժվար հասանելի վայրերում։ Պողպատե չափիչը դարձել է պետական սահմանների վերահսկման եւ ողջ տարածաշրջանի կայունության հիմնական տարրը։ Ինտրիգն այն է, որ տարածաշրջանի հսկայական սահմանները պահանջում են անվտանգության նշանակալի ուժերի մշտական ներկայություն։ Նախկինում կայազորներին մատակարարումներ ստանալը լոգիստիկ մղձավանջ էր։ Բեռնատարները շաբաթներ անցկացրեցին իրենց ճանապարհը լեռնային նեղոցերի միջով, վտանգելով ընկնել անթունդը սառցե տարածքներում։ Ձմռանը եւ լեռնանցքները ծածկված էին բազմաթիվ մետր ձյունով։ Մի քանի ամսով դադարեցվեցին ցամաքային հաղորդակցությունները առաջնային հենակետերով մարդկանց թողնելով լիակատար մեկուսացման մեջ։ Ասիայի հակամարտությունների պատմություն իրական փաստ է արձանագրել։ Անցյալ դարի կեսերին պետական ծառայությունները ստիպված էին իրենց ուսերին ծանր տեխնիկա եւ կենսապահովման պարագաներ տեղափոխել սառցե եւ զառիթափ տեղանքով։ Միակ փոխադրամիջոցը բեռնակիր յակերն էին, որոնք չէին հանդուրժում ցուրտը եւ թթվածնի պակասը նեղ արահետներում։ Ճանապարհների բացակայության պատճառով պաշարների առաքումը տևում էր մինչև 10 օր եւ ամբողջովին կախված էր կլիմայական պայմաններից։ Ժամանակակից ինժեներական առաջընթացը լիովին փոխել է այս կանոնները։
Մեկ տասնամյակ անց 2020 թվականին ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում տրանսպորտային ցանցն ապացուցեց իր արդյունավետությունը։ Նահանգը կարողացավ արագ շտապ օգնության ուժեր եւ ռեսուրսներ ուղարկել Սարահարթ ընդամենը մի քանի ժամում։ Գնացքները շարժվել են գծերի արդեն պատրաստված բարձր լեռնային հատվածներով, ամբողջովին անտեսելով եղանակային պայմանները։ Միաժամանակ արտասահմանյան մամուլում պարբերաբար հրապարակվում են դավադրության սարսափելի տեսություններ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ամբողջ գծի երկայնքով գաղտնի տեղադրվում են պաշտպանիչ միջոցներ, դրանք քողարկելով վերանորոգման պահեստներում։ Սա բացարձակ հորինվածք է։ Նման կառույցների գոյության ապացույցներ չկան։ Իրականությունը շատ ավելի գործնական է։ Ճանապարհը ցանկացած եղանակին ապահովում է սովորական բանակի բեռների, վառելիքի եւ դեղորայքի շարունակական եւ արագ հոսք, որն ինքնին պաշտպանում է սահմանները ցանկացած սադրանքից։ Հսկայական պաշտպանական հաղթաթուղթը սահմաններում կայունություն է երաշխավորում։ Սակայն նման հսկա տրանսպորտային համակարգի պահպանումը հսկայական ծախսեր է պահանջում։ Որպեսզի մեգանախագծն իր արդյունքը ստանա, ռազմական լոգիստիկան պետք է ապահովի քաղաքացիական բեռների շարունակական հոսքով։ Այս քայլն արդեն սկսում է արագորեն փոխել սովորական կյանքը ամբողջ տիբետյան բարձրավանդակում։ Ինչպես է երբեմնի փակ սահմանային գոտին վերածվում ապագայի գլխավոր տնտեսական հաքի։ Հարավային տաք գավառներից թարմ կտրված վարդեր այժմ հասնում են լեռնային Լհասա ընդամենը 30 ժամում, թեև նախկինում այս դժվարին ճանապարհորդությունը տևում էր ավելի քան 2 շաբաթ։ Տիբետյան փոքր մեկուսացված գյուղերը արագորեն վերածվում են հսկայական ժամանակակից լոգիստիկ կենտրոնների, բեռների տերմինալներով։ Նոր տրանսպորտային ցանցը սկսում է մի գործընթաց, որն ամբողջությամբ փոխում է բարձր Սարահարթի սովորական տնտեսական կենսակերպը։ Միջև պողպատե մայրուղու հայտնվելը այստեղ դարեր շարունակ հիմնական առևտրային ճանապարհը մնում էր թեյիձիու հնագույն ճանապարհը։ Քարավանի զբոսավարները ամիսներ անցկացրեցին թեյի ցողունները լեռնաշխտաներով տեղափոխելով։ Լեռնաշխարհում սովորական թեյի արժեքը տասնապատկվել է, այն վերածելով շքեղության։ Ճանապարհների բացակայության պատճառով բնակիչները երկար ժամանակ վճարումներ կատարելիս փողի փոխարեն մամլած թեյ էին օգտագործում, քանի որ չորացած տերևները մեծ արժեք էին դաժան կլիմայական պայմաններում։ Տարածաշրջանի զարգացման ներկա փուլի ինտրիգը արևմտյան տարածքների ամբողջական եւ խորը տնտեսական ինտեգրման մեջ է։ Բեռնատար գնացքների կանոնավոր ծառայության մեկնարկով Ուլհաս հիմնական պարենային ապրանքների, դեղամիջոցների եւ բարձրակ շինանյութերի առաքման ծախսերը նվազել են 3 անգամ։ Այժմ այս երբեմնի հեռավոր շրջանը մատակարարվում է նույնքան հուսալի եւ արագ, որքան կենտրոնական ափամերձ մետրոպոլիաները։ Այն ժամանակ տեղի մշակույթում ի հայտ եկավ գեղեցիկ եւ հարգալից կերպար։ Երբ առաջին ուղևորատար գնացքը բնորոշավ կայարանի հարթակ, բնիկները նրան անվանեցին հսկայական կանաչ վիշապ, որը իսկական բարգավաճում բերեց ձյունապատ լեռներին։ Սա իսկական մականուն է, որը դեռևս ամրացված է բարձր բարձրության արագընթաց գնացքներին։ Զբոսաշրջային հոսք կրճան աճել է անհավանական չափերի։ Հարմարավետ գնացքները ամեն օր բերում են հազարավոր ճանապարհորդների ամբողջ աշխարհից անմիջապես մոտոջակի գլխավոր գագաթների ստորոտին։ Ապահովելու համար, որ այս ամբողջ բարդ համակարգը կաշխատի առանց ամենափոքր խափանումների, ինժեներները գործարկեցին եզակի ավտոմատ ցանց։ Հարյուրավոր կիլոմետր երկարությամբ գծերի երկայնքով տեղադրվել են թվային մոնիտորինգի հատուկ կայաններ։ Ամեն վայրկյան ստուգում են թմբի հիմքը, չափում կամրջի հենարանների ջերմաստիճանը եւ գրանցում ժայռային զանգվածների ամենափոքր թրթռումները։ Համակարգն ակնթարթորեն ահազանգում է դիսպետչերներին ցանկացած հնարավոր վտանգի մասին, ամբողջությամբ վերացնելով գնացքների ուշացումները ճանապարհին։ Այս լայնածավալ նախագիծը ընդմիշտ կապեց հեռավոր սահմանները եւ կենտրոնական արդյունաբերական կենտրոնները մեկ օրգանիզմի մեջ, աշխատելով ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ։ Հիմալայների լիակատար մեկուսացման դարաշրջանը պաշտոնապես ավարտվել է։